Բարև ձեզ սիրելի աբովյանցիներ։ Այսօր մենք եկել ենք այս հրաշալի քաղաքը, որպեսզի ավետենք, մեր հաղթանակն այլ ընտրանք չունի։ Ինչպես նշեցին իմ գործընկերները, մեր ծրագրում առանցքային տեղ ունի երաշխավորված խաղաղության մոդելի թեզը։ Սա ուղղակի կարգախոս չէ, սա այլ ընտրանք է այն նվաստացուցիչ քաղաքականությանը, որ վարում է գործող իշխանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում։ Խեղճացած է Հայաստանը։ Հայաստանը դրված է միակողմանի և ստորացուցիչ զիջումների առջև։ Մենք առաջարկում ենք խաղաղության մի մոդել, որը հիմնված է միջազգային երաշխավորների և միջազգային երաշխիքների վրա։ Եվ մենք վստահ ենք, որ միայն այդ կերպ է հնարավոր կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ճանապարհը և հիմքեր ստեղծել իրոք բալանսավորված և երաշխավորված խաղաղության համար։ Մեզ մեղադրում են պատերազմի կուսակցություն լինելու մեջ, բացարձակապես սուտ է։ Մենք Հայաստանի ամենախաղաղության ձգտող կուսակցությունն ենք։ Այս իշխանությունը ամեն ընտրությունից հետո իր վարած քաղաքականության հետևանքով ազգային ավեր է բերել։ 2018 թվի նրանց ընտրությանը և վարվող քաղաքականությանը, երբ մերժվեց խաղաղության պլանը, հաջորդեցին 44-օրյա պատերազմը և պարտությունը։ 2021 թվին Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, հետո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հրաժարումը հանգեցրեց Արցախի կորստին։ Այս անգամ կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Մենք մեր առաջարկած մոդելով նպատակ ունենք փրկել Հայաստանի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Պատերազմի հերձիկները, պատերազմի և մահվան խորհրդանիշները չեն կարող մեզ մեղադրել պատերազմ բերելու մեջ։ Մենք ձգտում ենք խաղաղության, ներքին համերաշխության, սոլիդ իշխանության ձևավորման։ Մենք համոզված ենք, որ առանց ներքին համերաշխության հնարավոր չէ լուծել արտաքին որևէ խնդիր։ Հնարավոր չէ լուծել երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ։ Այսօր որևէ կուսակցություն, որևէ առանձին անհատ ի վիճակի չեն հաղթահարել այն ճգնաժամը, որ գոյություն ունի երկրում և երկրի շուրջ։ Մեր պատկերացումը շատ հստակ է։ Մենք հասարակության և ընդդիմադիր դաշտի համախմբմամբ գնում ենք ազգային համերաշխության ստեղծման։ Սիրելի հայրենակիցներ, մեզ ասում են, որ ընդդիմությունը պետք է միաբան լինի և համերաշխ։ Ես ասում եմ, Հայաստանի քաղաքակրթական ինքնության պաշտպանության և երկրում իրավիճակ փոխելի հարցում ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել։ Եվ վերջում, ես ուզում եմ, որ մեր սիրելի հասարակությունը խանդավառվի իր մեծ հայրենակցի պարոն Ծառուկյանի կերպարով։ Պարոն Ծառուկյանը կարողացել է այս քաղաքը
հսկայական տնտեսական ճյուղեր, սպորտը վերացնել եւ ցույց տալ մեկ մարդու օրինակով, մեկ համակարգի օրինակով, ինչպես են վերացնում երկիրը։ Մենք ունենք շատ ուժեղ եւ հուսալի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմքով։ Մենք ունենք շատ ուժեղ թիմ, որը կանգնած է պարոն Ծառուկյանի թիկունքին եւ որը զարգացման ճանապարհին է կանգնեցնելու Հայաստանը։ Եվ վերջապես մենք ունենք շատ կենսունակ ծրագիր, որը կազմվել է Հայաստանի քաղաքացու կողմից եւ Հայաստանի քաղաքացու մասին է։ Եվ ուրեմն հունիսի 7-ին քվեարկում ենք համար 7-ին։